այս 5 տարին, երբ որ ասենց մեծ բաներ էին խոսում, ես Հայաստանի Հանրապետությունից դուրս շրջագայել եմ առանց թիկնապահների։ Ես եղել եմ տարբեր հայկական համայնքներում, ամենակտրուկ տրամադրված համայնքներում, եւ երբևիցե դրա մասին չեմ մտածել։ Այդ թիկնապահները դա ինստիտուտ է։ Հայաստանի Հանրապետությունում սպանվել է ազգային ժողովի նախագահ, ծեծվել է միջև այն պահը, որ մտածել են, որ մահացել է մեկ այլ ազգային ժողովի նախագահ, եւս մի ազգային ժողովի նախագահ, որովհետեւ մի պաշտոնյայի վրա այդքան հարձակում չի եղել, սպառնալիք չի եղել, քան ազգային ժողովի նախագահների հանդեպ։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ խոսում են իմ թիկնապահների մասին, իրանց են իրականում արդարացնում, որովհետեւ ձեռս պահեք ու թողեք, որ խփեմ, այդ ինչ է, ուզում եմ հասկանամ, իրանք ինչ էին ուզում անեին, որ իմ թիկնապահները իրանց պահեցին։ Ես երևանցի եմ, ես ապրել եմ Հայաստանի Հանրապետությունում, որևիցե խնդիր չունեմ, բայց գոյություն ունի օրենք, որը որ նախկին ազգային ժողովի նախագահներին եւ նախագահներին տալիս է անվտանգություն։ Ես ենթադրում եմ, որ այդ ծավալով չի լինի, որը որ հիմա կա ու որը իրականում լավ է։ Ես ես ասեմ, ամենասկզբից նաև ոստիկանության աշխատակից էր ինձ կցված։ Ես հրաժարվել եմ դրանից։ Ես հիմա ասեմ, ընթացքում, պաշտոնավարման ընթացքում ես մի քանի անգամ դիմել եմ, որպեսզի իմ հետ եղած մարդկանց քանակը կրճատվի, որովհետև ինձ կոմֆորտ չի, առնվազն կոմֆորտ չի։ Նենց չի, որ ուզենան ինչ որ պրովոկացիա անեն, այն արեցին, էլի փողոցում մոտեցան, վիրավորեցին, ինչ չի եղել, ինչ չեն արել իմ հանդեպ, ուզում եմ հասկանամ, կամ այդ մեր թիկնապահների այդ տրամաբանությունը, նույն տրամաբանությունը, որը նախկինում կար, հա, Սերժի Վաչոն, էս ինչի են, ով ավ ճանաչում վարչապետի աշխարհի անվտանգության ղեկավարի անունը գիտեք դուք, դե ազգանունն էլ ասա, դե բա, ելով գիտի, իմ բանը անվտանգության ղեկավարը, բա ինչի եք սարքել այդ բանը, դա իմ ընտրությունը չի, բա ես տարբեր երկրների ղեկավարների հետ բան եմ բանավիճում, բա ես տարբեր երկրների ղեկավարներին բան եմ ասում, բա ես ստեղ մարդասպանության մեջ եւ միլիարդավոր դոլարների մեջ տապակված մարդկանց ինչ ասես ասում եմ, բա ես պետք է պաշտպանված չլինեմ, ուզում հասկանամ դա այդ ինչ է։ Կամ ասում եմ, երբ որ ես Ռոբերտ Քոչարյանին, որը որ Պողոս Պողոսյանին ծեծում էին, սպանում էին, մարտի 1 էր անում, ես առանց թիկնապա փողոցում կանգնում ասում էի, երբ որ ինքն էր իշխանության, բա այդ ո՞նց է ես դա անում, իրանք հիմա չեն կարողանում անեն, կամ ես այն վաղ դուխ ունեի, հիմա դարել եմ վախեցող, կամ ես պետք է վախենամ կամ չվախենամ, ես քաղաքական գործիչ եմ, օրենքով ինչ նախատեսված է, այն էլ պետք է լինի։ Ռոբերտ Քոչարյանը թիկնապահ չունի, Արոյին ճանաչում, շատ լավ տղա է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ, եթե շատ հաճախ շփվել եմ։ Կամ բանը, ինչը Սերժ Սարգսյանը չունի թիկնապահ, կներեք, բայց ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին իմ հետ մի քանի հոգի տենց գցեմ, հետս մանտամ, որ տենց բան անեմ, ես դրա կարիքը չունեմ, ես ալենն եմ, ինձ դա բավարար է։ Ես ինձ էլ է ասում, բայց ոնց է իրանց ասում է, ես չի ասում։ Կամ որ գալիս են այդ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները, ինչ որ բաներից են խոսում, այդ նույն թիկնապահներից, բաներից, կամ մեքենա չունեմ, եթե ինչ, մեքենա չունեմ։ Չէ, mən ընդհանրապես մեքենա չունեմ, կամ կառնեմ, կամ եթե ինչ որ տեղից լինի, հենց կլինի, էլի չկա։ Դե լավ, վերջինն է, ինչ ուզում եք արեք, հարց չկա։ Սիմոնյան, հնարավոր է, որ ձեր աժանավարները չդառնալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը ձեր մեջ իրեն մրցակից տեսան։ Գիժեք, կներեք այս բառի համար։ Ես ամենայն հարգանքով։ Ուրեմն ես որևիցե հավակնություն չունեմ, չեմ ունեցել, իմ քաղաքական սկզբունքը հետևյալն է։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի եւ որևիցե միտք, չգիտեմ, տենց նույնիսկ դա իմ համար տենց վախենալու բան է, ու ես իմ պահվածքով, իմ աշխատանքով, իմ զսպվածությամբ մշտապես դա ապացուցել եմ, էլ չեմ ասում, որ չեմ կարծում, որ վարչապետի մտքով նույնիսկ ծերով կարա տենց բան անցնի։ Մենք նույն թիմն ենք, նույն մարդն ենք, նույն
համակարգն ենք, նույն ընկերներն ենք, չգիտեմ, ես չի կարա այդպես բաներ, դա անհետեցություն, դա գժություն։ Շնորհակալություն։ Բայց թիմը որոշում, բայց թիմը չի որոշել, որ ես գամ նստեմ ստեղ պատգամավոր կամ փոխնախագահ կամ խմբակցության ղեկավար, ես ասել եմ, որ ես սենց որոշում ունեմ, իրանք իրանց որոշում ունեն, ես իմ որոշումը ունեմ, երբ որ եթե թիմը ինձ ասի, գիտես ինչ, մենք քննարկեցինք եւ որոշեցինք, որ դու պետքա գնաս, չգիտեմ, դեսպան Ուրուգվայում, ես կգնամ դեսպան Ուրուգվայում, բայց մենք դեռ խոսակցություն չենք ունեցել, ես քննարկել եմ վարչապետի հետ, ասել եմ, հաջա, լսեք, որևիցե նման խոսակցություն մենք չենք ունեցել, քննարկվել է, որ հա ես կարողա ունեմ այս պահին մանդատ, ես ասել եմ, չէ, ժողովուրդ, ես մանդատ չեմ վերցնի, բայց ասել ինձ գիտեք ինչ, մանդատը մի վերսա գնա, չգիտեմ, արդարադատության թողների իմ ընկեր ինձ Սրբուի Գալյանը, հա, օրինակի համար, արդարադատության նախարար, այդպես խոսակցություն չի եղել։ Եթե թիմը որոշել, որ դուք պետք է լինեք շարքային պատգամավոր, որտեղ ձեր դեպազնիցներից մեկին ընթացքում Ես գիտեմ ինչ եք ասել։ Ես եթե նման որոշում կայացվեր, ես ամենայն հավանականությամբ կենթարկվեի, բայց ես կարծում եմ, որ չի կարելի որևիցե մեկին ստիպել ինչ որ մի բան անել, բայց կրկնում եմ, եթե նման որոշում կայացնեն, դա կարմիր գիծ է, նշանակում է, պետք է բան անել, բայց իմ ընկերներն են, չի որ ասենք մենք ինչ որ բանի մեջ ենք, որ իրանք պետք է ինձ ինչ որ բան ստիպեն կամ ես իրանց ինչ որ բան ստիպեմ, ասենք այդ տրամաբանության մեջ չի, ավարտի։ Սիմոնյան, դուք կարծում եք, որ ազգային ժողովի նախագահ լինելուց հետո պատվաբեր չէ շարքային պատգամավորները։ Չէ, չեմ կարծում տենց։ Պատգամավոր լինելը շատ պատվաբեր պաշտոն է, շատ պատասխանատու պաշտոն է։ Ես եղել եմ պատգամավոր, ես եղել եմ ավագանի, ես եղել եմ փոխնախագահ, եւ չէ, դա մարդուց է գալիս։ Ես Ալեն Սիմոնյանն եմ ոչ թե պաշտոնի բերումով, չէ։ Ես Ալեն Սիմոնյանն եմ, որտեղ իմ բնավորությունն է տենց, ես իմ շուրջ բան եմ ստեղծում, ես իմ աշխատանքով դա բան եմ անում։ Հիմա, ասենք, կան ինչ-որ մարդիկ, որոնք որ գուցե իրանց են, հա, պաշտոնն է իրանց, որ դռան վրա գրում են Ժեկի պետ Պետրոս Պետրոսյան, ու ինքը դա մոտը մտնել չի լինում, ինքը մտածում է, որ վերջ, ինքը աշխարհի բանն է, բայց իմ դեպքում ես կարծում եմ, ես եղել եմ Ալեն Սիմոնյանը, նոր եմ դարձել ազգային ժողովի նախագահ, եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը չէ, որ ինձ ձեր համար հետաքրքիր է սարքել, չէ։ Ես եմ իմ աշխատանքով, իմ գործունեությամբ սարքել։ Իսկ պաշտոնը չի որ ձեզ զարթարում։ Կոստյումն է, որ ինձ զարդարում է։ Շնորհակալություն։